Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես լուծել հետևյալ խնդիրը 4 դասարանում։ Հետևյալ խնդիրն է 500 կգ ընկույզ։ 500 կգ ընկույզից ստացանք 80 կգ թափոն։ Մաքուր ընկույզը հավասարաչափ լցրին պարկերի մեջ և ուղարկեցին խանութ։ Առաջին խանութ ուղարկեցին 17 պարկ, իսկ երկրորդ խանութ 13 պարկ։ Խնդրի պահանջն է, թե որքան կիլոգրամ մաքուր ընկույզ ուղարկեցին յուրաքանչյուր խանութ։ Առաջին հարցով 500-ից կհանենք 80, որպեսզի իմանանք, թե որքան մաքուր ընկույզ կա։ Ստանում ենք 420 կգ։ Որպեսզի իմանանք, թե միասին քանի պարկեր են օգտագործել 420 կգ ընկույզի համար, 13-ին կգումարենք 17, ստանում ենք 30։ Որպեսզի իմանանք, թե որքան կիլոգրամ ընկույզ կա յուրաքանչյուր պարկում, 420-ը կբաժանենք 30-ի, ստանում ենք 14 կգ։ Մեկ պարկում կա 14 կգ։ Որպեսզի իմանանք, թե առաջին խանութ որքան ընկույզ է ուղարկել, 17-ը կբազմապատկենք 14-ով, ստանում ենք 230 կգ։ Առաջին խանութ ուղարկեցին 230 կգ։ Որպեսզի իմանանք, թե երկրորդ խանութ քանի կիլոգրամ ընկույզ են ուղարկել, 13-ը կբազմապատկեն 14-ով, ստանում ենք 182 կգ։ Երկրորդ խանութ ուղարկել են 82 կգ ընկույզ։ Այսօր վերջ, ցտեսություն։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես լուծել հետևյալ խնդիրը 4 դասարանում։ Հետևյալ խնդիրն է 500 կգ ընկույզ։ 500 կգ ընկույզից ստացանք 80 կգ թափոն։ Մաքուր ընկույզը հավասարաչափ լցրին պարկերի մեջ և ուղարկեցին խանութ։ Առաջին խանութ ուղարկեցին 17 պարկ, իսկ երկրորդ խանութ 13 պարկ։ Խնդրի պահանջն է, թե որքան կիլոգրամ մաքուր ընկույզ ուղարկեցին յուրաքանչյուր խանութ։ Առաջին հարցով 500-ից կհանենք 80, որպեսզի իմանանք, թե որքան